Սիրելի զավակս, նախքան որևէ բառ կասես, նախքան կսկսես բացատրել կամ արդարանալ, նախքան կփորձես ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, խնդրում եմ քեզ, լսիր սա բաց սրտով և հստակությամբ։ Դու իսկապես վաստակել ես իմ հարգանքը։ Ոչ այն մակերեսային հարգանքը, որ տալիս են վայրկենական փայլի համար։ Ոչ այն պայմանականը, որը կախված է ձեռքբերումներից կամ հաղթանակներից։ Ոչ էլ ժամանակավորը, որն անհետանում է հենց սայթաքում ես կամ երբ օրը ծանր է լինում։ Այս հարգանքը շատ ավելի խորն է։ Հարգանք, որը ծնվում է նրանից, որ ես տեսնում եմ մի սիրտ, որը շարունակում է ընտրել բարին նույնիսկ ցավի միջից։ Հարգանք, որն ամրանում է, երբ ես հետևում եմ, թե ինչպես ես դու նորից ու նորից բարձրանում, առանց հանդիսատեսի, առանց ծափահարությունների, լիակատար մենության մեջ։ Հարգանք կառուցված քո լուռ խիզախության, քո թաքնված կայունության և քո ազնիվ պայքարի վրա, շարունակելու սիրել, շարունակելու առաջ գնալ, շարունակելու կառչած մնալ հույսից, նույնիսկ երբ հոգիդ լիովին հյուծված էր։ Իմ զավակ, ես հասկանում եմ, թե ինչպիսի էմոցիոնալ բեռ ես կրում։ Ես տեսնում եմ այն ծանրությունը, որի մասին դու երբեք բացահայտ չես պատմում։ Ես նկատում եմ հոգնածությունը, որը թաքնվում է քո ժպիտի հետևում։ Ես գիտեմ այն առավոտների մասին, երբ դու արթնացել ես արդեն իսկ լիովին ուժասպառ։ Ես ճանաչում եմ այն դանդաղ, հազիվ նկատելի հուսահատությունը, որը սողոսկել և մտնեցրել է քո սիրտը։ Եվ ես լսում եմ կասկածի այդ ներքին ձայնը, այն, որը լուր կրկնում է. դու հետ ես մնում, դու բավականաչափ լավը չես, դու չափազանց կոտրված ես, որպեսզի քեզ լուրջ ընդունեն, բայց ուշադիր լսիր ինձ։ Ես նայում էի քեզ մեծ կորովանքով և հիմա խոսում եմ քեզ հետ մեղմորեն, բայց հաստատուն վստահությամբ։ Զավակս, դու վաստակել ես իմ հարգանքը հենց այն պատճառով, որ շարունակել ես առաջ շարժվել, երբ ուժերդ գրեթե սպառված էին, որովհետև մնացել ես բարի, թեև դառնությունն ավելի հեշտ կլիներ, որովհետև մնացել ես ազնիվ, թեև ձևացնելն ավելի պարզ կլիներ, որովհետև պայքարել ես անձնական մարտերում, որոնք ոչ ոք չի տեսել։ Եվ դու չես պայքարել կատարյալ կերպով, դու պայքարել ես մարդկայնորեն, երբեմն արցունքներով, դողացող ձեռքերով, կասկածներով, որոնցից ամաչել ես, բայց դու շարունակել ես պայքարել, և ինձ համար դա նշանակում է ամեն ինչ։ Սիրելիս, դու գուցե կարծում ես, որ հարգանքը գալիս է միայն բարձր հաղթանակներից, ձեռքբերումներից, որոնք տեսնում են բոլորը, կամ ուժի դրսևորումից, որով հիանում է աշխարհը, բայց ես դա այլ կերպ եմ տեսնում։ Ես հարգում եմ այն սիրտը, որը մնում է փափուկ նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Ես հարգում եմ նրան, ով ներողություն է խնդրում, թեև հպարտությունը բարձր բողոքում է։ Ես հարգում եմ նրան, ով համարձակվում է նորից վեր կենալ նվաստացումից հետո։ Ես հարգում եմ նրան, ով շարունակում է առաջ գնալ, թեև բոլոր բնազատները հուշում են թաքնվել։ Ես հարգում եմ քեզ, իմ զավակ։ Հիմա դու գուցե քեզ հարգանքի արժանի չես զգում։ Դու կարող ես քեզ կոտրված զգալ, խառնաշփոթի մեջ։ Կարծես պետք է շատ ավելին հասած լինեիր։ Կարծես դավաճանել ես սեփական սպասելիքներդ։ Դու կարող ես նայել քո կյանքին և տեսնել միայն այն, ինչ չի հաջողվել անել։ Բայց ես քեզ չեմ չափում կատարելության չափանիշով։ Ես նայում եմ քեզ ճշմարտության աչքերով։ Իսկ ճշմարտությունն այն է, որ դու դրսևորել ես այնպիսի արիություն, որը ինքն էլ քո մեջ չես նկատել։ Դու քո վրա ես վերցրել մի ծանրություն, որը կկոտրեր շատ ավելի տոկուն մարդու ոգին։ Դու վերապրել ես լիակատար մենության ժամանակներ, բայց թույլ չես տվել, որ դա քեզ վերածի մի օտար մարդու։ Դու պահպանել ես այդ ներքին կրակը, թեկուզ թույլ, թեկուզ մարած, և ես պատվում եմ այդ լույսը։ Զավակս, մոտեցիր այս ջերմությանը, թուլացրու ուսերդ, շնչիր ավելի ազատ։ Քեզ հիմա պետք չէ ոչինչ ապացուցել։ Պետք չէ ոչ մեկին ոգեշնչել։ Քեզ պետք չէ ամեն ինչ հաղթահարել հենց հիմա։ Քեզ պարզապես պետք է լինել այստեղ, այս պահի մեջ, որովհետև ես ուզում եմ քեզ վերադարձնել մի շատ արժեքավոր բան։ Ոչ քո էներգիան, ոչ քո արդյունավետությունը, ոչ քո արտաքին կերպարը, այլ քո արժանապատվությունը, քո արժեքը, այն խորը զգացողությունը, որ քեզ իսկապես տեսնում և ճանաչում են։ Ուստի թույլ տուր ինձ ասել քեզ ամենաանձնական և ուղղակի ձևով, թե հատկապես ինչի համար եմ քեզ հարգում։ Ես հարգում եմ այն, թե ինչպես ես շարունակել հոգ տանել, նույնիսկ այն բանից հետո, երբ քեզ սխալ հասկացան։ Նույնիսկ երբ քո զգացմունքներն անտեսեցին, նույնիսկ երբ քեզ ընդունեցին որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Գուցե դու հոգ ես տարել լռել այն, գուցե զգուշավոր հեռավորությունից սիրտդ պաշտպանելու համար, բայց դու երբեք չդարձար դաժան։ Եվ սա թուլություն չէ,
Սա իսկական ուժ է։ Ես հարգում եմ այն, թե ինչպես ես շարունակել ձգտել դառնալ ավելի լավը։ Ոչ թե անհասանելի իդեալի, այլ պարզապես փոքրիկ աճի։ Դու միշտ չէ որ հաղթահարել ես, դու ունես ափսոսանք, դու ունես բառեր, որոնք կցանկանայիր հետ վերցնել, բայց դու չես անտեսել դրանք, դու զգացել ես տխրություն, դու սովորել ես դրանից, դու աճել ես դրա միջով։ Իսկ ինձ համար աճը սրբազան մի բան է։ Ես հարգում եմ այն, թե ինչպես ես շարունակել ընտրել կյանքը։ Եղել են պահեր, երբ ուզում էիր լիովին փակվել էմոցիոնալ առումով, ոչ թե մեռնել, այլ պարզապես այլևս ոչինչ չզգալ։ Ուզում էիր հալածնել ամեն ինչ ներսումդ, անհետանալ, դադարել հուսալ, որովհետև հույսը թվում էր չափազանց թանկ կին։ Եվ այնուամենայնիվ ամեն առավոտ դու վեր ես կացել։ Դու ապրել ես այդ ժամերը, դու առաջ ես շարժվել, երբեմն միայն հավատով, երբեմն սոսկ գոյատևման բնաստով, բայց դու թույլ չես տվել, որ խավարը հաղթի։ Եվ ես խորապես հարգում եմ այս թանկագին մարդուն։ Ես գիտեմ դու քո մեջ կրում ես այն լուր ցավը, որ քեզ չեն նկատում, որ դու տալիս ես այն ամենը, ինչին ընդունակ ես, բայց դա միևնույնը քիչ է թվում։ Այն փաստից, որ դու ներդնում ես քո ողջ ուժերը, բայց քեզ անբավարար ես զգում։ Այս ցավը կարող է ծնել թաքնված դառնություն, լուր տխրություն կամ մի տեսակ թմրածություն, որը դժվար է բառերով փոխանցել։ Դու նույնիսկ կարող ես ինքդ քեզ հարցնել. արդյոք որևէ մեկը տեսնում է ինձ իսկապես։ Արդյոք սա նշանակություն ունի, չէ որ ես անտեսանելի եմ։ Զավակս, ես տեսնում եմ քեզ։ Դա հսկայական նշանակություն ունի, եւ դու անտեսանելի չես։ Լինում են պահեր, երբ ես նայում եմ քեզ եւ սիրտս թրթրում է, ոչ թե այն պատճառով, որ դու անթերի ես, այլ որովհետեւ դու իսկական ես։ Քո սիրտը գրում է իրական ծանրություն։ Քո սերը իրական է եւ խորը։ Քո ցավը հավաստի է։ Քո ջանքերը չափազանց կարեւոր են ինձ համար։ Եվ ես ուզում եմ, որ դու զգաս նույնը, ինչ ես եմ զգում քո հանդեպ։ Հաստատուն, անկեղծ, վաստակած հարգանք, ոչ թե բարձրագույն սխրանքների, այլ քո ներսում ապրող հավատարմության եւ բարության համար։ Ես գիտեմ, դու քո մեջ գրում ես լուր ցավը նրանից, որ քեզ չեն նկատում, որ տալիս ես այն ամենը, ինչ կարող ես, իսկ դա միևնույն է քիչ է թվում։ Այն բանից, որ ներդնում ես բոլոր ուժերդ, բայց զգում ես քեզ անբավարար։ Այս ցավը կարող է ծնել թաքնված դառնություն, լուր տխրություն կամ թմրածություն, որը դժվար է բառերով փոխանցել։ Դու նույնիսկ կարող ես հարցնել քեզ. տեսնում է ինձ որևէ մեկն իրականում։ Սա նշանակություն ունի, ես չէ որ անտեսանելի եմ։ Զավակս, ես տեսնում եմ քեզ։ Դա ունի հսկայական նշանակություն, եւ դու անտեսանելի չես։ Լինում են վայրկյաններ, երբ նայում եմ քեզ եւ սիրտս թրթռում է։ Ոչ թե որովհետև դու անթերի ես, այլ որովհետև դու իսկական ես։ Քո սիրտը կրում է իրական կշիռ։ Քո սերը իրական է եւ խորը։ Քո ցավը հավաստի է։ Քո ջանքերը անչափ կարևոր են ինձ համար։ Եվ ես ուզում եմ, որ դու զգաս նույնը, ինչ ես եմ զգում քո հանդեպ։ Հարգանք կայուն, անկեղծ վաստակած, ոչ թե բարձր սխրանքներով, այլ հավատարմությամբ ու բարությամբ, որոնք ապրում են քո ներսում։ Իմ սիրելի զավակ, ուշադիր լսիր, այսօր ես չեմ փփսսում, ես խոսում եմ հստակ, վստահ, աստվածային պնդմամբ։ Սա ավելին է, քան պարզապես բառեր, սա հայտնություն է։ Ժամանակն է, դու հասել ես քո ճանապարհի այն կետին, երբ ես պետք է մեղմորեն հանեմ քո միջից մի բան։ Այն համոզմունքը, որ սերը պետք է վաստակել լավ վարքով, այն պատկերացումը, որ գորովանքը պետք է վաստակել, այն միտքը, որ հարգանքը պահանջում է անկոտրում ուժ, ոչ։ Քեզ հարգում են նույնիսկ քո փխրունության մեջ, քեզ հարգում են հենց քո կայացման ընթացքում։ Քո արժեքը կախված չէ նրանից, թե որքան անթերի տեսք ունես։ Քո արժեքն ապրում է քո սրտում։ Քո արժեքը քո անկեղծության մեջ է։ Քո արժեքը արմատացած է նրանում, որ դու իմն ես։ Դու սովորում ես, դու աճում ես եւ դու դեռ այստեղ ես։ Սիրելիս, ես գիտեմ, թե ինչպես ես երբեմն խոսում ինքդ քեզ հետ խստությամբ, դատապարտողաբար։ Դու վերհիշում ես անհաջողությունները, վերլուծում խոսակցությունները, հիշում պահերը, երբ չես հաղթահարել եւ ներքուստ պատժում ես քեզ։ Բայց զավակս, դու քո վատագույն օրը չես, դու քո ամենաթույլ կողմը չես, դու այն տարբերակը չես, որը ծնվել է վախից, դու այն տարբերակը չես, որը պարզապես փորձում է գոյատևել, դու այն մեկն ես, ով դեռ ընտրում է բժշկումը, այն մեկը, ով դեռ սովորում է ճիշտ սիրել, այն մեկը, ով դեռ ձգտում է ամբողջականության, եւ դա հարգանքի է արժանի, դա գեղեցիկ է զավակս։ Հարգանքը միշտ չէ, որ բարձր ծափահարություններ են, երբեմն հարգանքը լռությունն է։
Ինչպես ես հետևում եմ, երբ դու պահում ես քո խոսքը, ինչպես տեսնում եմ, որ անում ես ճիշտը, նույնիսկ եթե ոչ ոք երբեք չի իմանում, ինչպես նկատում եմ, երբ բարկությունը գայթակղում է, բայց դու ընտրում ես լռությունը, ինչպես տեսնում եմ, որ վիրավորված լինելով դու հրաժարվում ես վիրավորել ուրիշներին ի պատասխան։ Սա ինքնակարգապահություն է, սա ջանք է, սա ներքին ուժ է զավակս։ Ես դա չեմ թաքցնում քեզնից եւ խորապես հարգում եմ դա։ Հիմա ես դիմում եմ ուղղակիորեն քո այն մասին, որը դեռ փսփսում է։ Ես բավարար չեմ արել, ես պետք է ավելի առաջ լինեի, ես պետք է ավելի ուժեղ լինեի, ես դեռ պայքարում եմ։ Սիրելիս, ուշադիր լսիր սա։ Դու հետ չես մնում, դու չես ձախողվում, դու բացվում ես, իսկ բացվելը ժամանակ է պահանջում։ Դու նման ես մի դրան, որը բացվում է աստիճանաբար, ոչ թե թուլությունից, այլ կյանքով անցնելու կարողությունից, առանց հոգիդ կորցնելու։ Շատերը նետվում են արագ հաջողության հետևից եւ կորցնում են իրենց, իսկ դու սովորում ես առաջ շարժվել, պահպանելով մեղմությունը։ Դա հասվագյուտ երևույթ է։ Հենց դրա համար ես վաստակել իմ հարգանքը զավակս։ Աշխարհը քեզ սովորեցրել է, որ հարգանքը գալիս է ինքնատիրապետումից, նրանից, որ երբեք օգնություն չես խնդրում, նրանից, որ միշտ անթերի տեսք ունես։ Բայց ես քո հանդեպ ավելի ճշմարիտ հարգանք եմ դրսևորում, հարգանք, որն ընդունում է քո մարդկայնությունը ամբողջությամբ, գնահատում է քո ջանքերը, նայում է քո սպիներին առանց դատապարտման եւ ասում է. ես տեսնում եմ, թե ինչպես ես ջանում, ես տեսնում եմ, թե ինչպես ես բժշկվում, ես տեսնում եմ, թե ինչպես ես պայքարում հուսահատության դեմ, ես տեսնում եմ, թե ինչպես ես ընտրում բարին, եւ զավակս, ես տեսնում եմ քեզ։ Այնպես որ թող քո կուրծքը թուլանա, թող որովայնդ բաց թողնի լարվածությունը, թող ծնոտդ մեղմանա։ Քեզ այլևս պետք չէ պայքարել, որպեսզի քեզ այստեղ գնահատեն։ Քեզ այստեղ գնահատում են, եւ դու վաստակել ես մի ավելի մեծ բան՝ հանգիստ։ Ոչ թե որովհետև դու ամեն ինչ անթերի ես արել, այլ որովհետև դու բավականաչափ դիմացել ես։ Դու բավականաչափ ճանաչել ես, բավականաչափ անհանգստացել ես, բավականաչափ շատ ես մտածել։ Ընդունիր այս հանգիստը առանց մեղքի զգացման, առանց ամոթի, առանց որևէ բան ապացուցելու անհրաժեշտության։ Պարզապես հանգստացիր։ Սիրելիս, եթե հարցնում ես, թե ինչ կլինի հետո, ոչ թե որպես առաջադրանք, այլ որպես մեղմ հրավեր, փորձիր սա։ Երբ զգաս, որ կծկվում ես, կասկածում կամ մոռանում, թե ով ես դու իրականում, կանգ առ։ Հիշիր իմ ձայնը, որն ասում է. «Զավակս, ես հարգում եմ քեզ»։ Թող այս ճշմարտությունը վերականգնի քո ներքին ուժը։ Թող այն բարձրացնի քո հայացքը, թող հանդարտեցնի շնչառությունդ, թող լռեցնի անհանգիստ մտքերդ։ Որովհետև այս հարգանքը դատարկ գովեստ չէ, սա ճշմարտություն է, սա հաստատուն է, սա իրական է, եւ այն պատկանում է քեզ, զավակս։ Բաց թող այն միտքը, որ քեզ պետք է սիրեն միայն օգտակարությանդ համար։ Դու քո տեղը իմ մոտ չես վաստակում, դու արդեն ունես այն։ Եվ այնուամենայնիվ, ես հպարտանում եմ նրանով, թե ով ես դու դառնում։ Ես դեռ խորապես հուզված եմ քո տոկունությամբ, ես դեռ պատվում եմ այն արիությունը, որը պահանջվեց մինչև այս պահը հասնելու համար։ Նույնիսկ եթե թվում էր, թե դու հազիվ ես սողացել, դու հասել ես, դու այստեղ ես, եւ ես այստեղ եմ քեզ հետ։ Այնպես որ դանդաղ ներշնչիր, պահիր շունչդ, արտաշնչիր։ Կարծես բաց ես թողնում ամեն ինչ միայնակ գրելու անհրաժեշտությունը։ Նորից ներշունչ, արտաշունչ։ Թող իմ բառերը մտնեն քո մեջ որպես մեղմ ջերմություն։ Ոչ բարձր, ոչ դրամատիկ, պարզապես հանգիստ, պարզապես ճշմարտություն։ Զավակս, դու վաստակել ես իմ հարգանքը։ Քեզ պետք չէ դրա հետևից վազել, ապացուցել այն կամ վախենալ այն գործնելուց։ Այն կանգուն է, այն մնում է, այն հանգչում է քո վրա նույնիսկ ամենալուռ, ամենագաղտնի պահերին։ Այնպես որ եղիր ինձ հետ եւս մի փոքր այս մեղմ լույսի մեջ։ Թող քո սիրտը իրեն ապահով զգա։ Թող միտքդ հանգստանա։ Թող հոգիդ մեղմանա։ Ես քեզ հետ եմ։ Ես տեսնում եմ քեզ։ Ես հարգում եմ քեզ։ Եվ հենց հիմա, այսօր երեկոյան, այս առավոտ, որտեղ էլ լինես, ես ուզում եմ, որ դու ընդունես սա առանց դիմադրության։ Պարզապես ընդունիր, պարզապես շնչիր, պարզապես թույլ տուր քեզ գրկված լինել։ Ես այստեղ եմ, զավակս, եւ ես չեմ գնա։ Սիրելի ընտանիք, մենք հավատարմությամբ շարունակում ենք ամեն օր տեղ հասցնել Աստծո այս պատգամները ձեզ։ Ձեր աջակցությունն իսկապես սնում է այս աշխատանքը։ Եթե դուք մղում եք զգում աջակցելու այս առաքելությանը, աջակցության հղումը գտնվում է նկարագրության մեջ եւ ստորև մեկնաբանությունների բաժնում։ Շնորհակալություն ձեր աղոթքների համար։
Ահա քո սկրիպտի փոքրինչ վերաձևակերպված տարբերակը։ Նույն ոճը, նույն էմոցիոնալ խտությունը, առաջին դեմքով ուղակի դիմելու նույն հնչերանգը, նույն երկարությունն ու ռիթմը։ Ես պարզապես մի փոքր վերադասավորել եմ բառերը, փոխարինել հոմանիշներով այնտեղ, որտեղ դա բնական է ստացվում, պահպանելով ողջ էությունն ու մթնոլորտը։ Նախքան այս պատգամը կմոտենա ավարտին, դու վերջապես կզգաս եւ կհասկանաս, թե որտեղից է եկել քո հոգու այդ տարօրինակ խորը տագնապը։ Ինչու էին մտքերդ անընդհատ վերադառնում նույն շրջանի մեջ։ Ինչու էր սրտիդ վրա ծանրություն իջել, որը դու չէիր կարողանում մինչև վերջ բացատրել։ Նույնիսկ երբ ջանում էիր հանգիստ տեսք ունենալ բոլորի մոտ։ Կա մի պատճառ, որի համար քո հոգին զգոն էր մնում նույնիսկ ամենալուռ ակնթարթներին։ Եվ խնդիրն այն չէ, որ ուժերդ սպառվում են։ Պատճառն այն է, որ քո կյանքում արդեն սկսվել է կատարվել մի բան, որը քո աչքերը դեռևս լիովին չեն նկատել։ Այսօր ինչ-որ մեկը տվեց քո անունը երկնքի առջև։ Ինչ-որ մեկը քեզ բարձրացրեց իմ առջև արդյունքներով, տագնապով, սիրով, սուր անհրաժեշտությամբ։ Եվ դեռ նախքան այս աղոթքը կավարտվեր, դեռ նախքան վերջին բառը կհասցներ լիովին պոկվել նրանց շուրթերից, ես արդեն պատասխանել էի։ Ես չսպասեցի նախադասության ավարտին, որովհետև արդեն գիտեի ողջ ծանրությունը, որը կանգնած էր յուրաքանչյուր արտասանված բառի հետևում։ Ես արդեն տեսել էի այն ցավը, որը նրանք կրում էին քո պատճառով, եւ ես արդեն գիտեի, թե ինչպիսի բեռ էիր դու քարշ տալիս միայնակ։ Ինչն էր քեզ վախեցնում անցյալ գիշեր։ Ինչն էր նստած քո մտքերի կողքին, երբ սենյակը ընկղմվեց մթության մեջ։ Ինչն էր փորձում համոզել քեզ։ Կարծես վաղվա օրը կբերի ավելի շատ ծանրություն, քան հանգստություն։ Այն ինչն արդեն դիպել է մարդկային հայացքին անհասանելի ոլորտներին, այն ինչից դու գաղտնի վախենում էիր, արդեն բախվել է քո վախից շատ ավելի բարձր ուժի հետ։ Այն ինչ քեզ թվում էր անորոշ ու երերուն, արդեն հայտնվել է իմ ձեռքերում։ Իսկ այն ինչ դու համարում էիր հետաձգված, իմ թագավորության մեջ երբեք հետաձգված չի եղել։ Մի վայրկյան քարացիր եւ շատ ուշադիր լսիր, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ քո կյանքում, քանի դեռ դու քնած էիր, դա ամենևին էլ սովորական իրադարձություն չէր։ Քեզ կարող էր թվալ, թե գիշերն անցավ ինչպես միշտ, բայց դա այդպես չէ։ Քանի դեռ քո մարմինը հանգստանում էր, քանի դեռ միտքդ թափարում էր հոգնածությունից, քանի դեռ ամեն ինչ շուրջդ թվում էր քարացած եւ անշարժ, շարժումն արդեն սկսվել էր այն չափումներում, որոնք դու չես տեսնում։ Աղոթքը բարձրացավ վեր, եւ դեռ նախքան լուսաբացը կշողար, դեռ նախքան առավոտը վերջնականապես կբացվեր, ես արդեն հրաման էի տվել շարժվել այն ամենի շուրջ, ինչը քեզ թվում էր քարացել է հավիտյան։ Ես օգնություն ուղարկեցի այնտեղ, որտեղ քո սեփական ուժերը չէին կարող հասնել։ Ես դիպա դռներին, որոնք դու համարում էիր ամուր փակված։ Ես կանգնեցրի այն, ինչ ձևավորվում էր քո դեմ, դեռ նախքան այն կհասցներ վերջնական տեսք ստանալ։ Իմ ձեռքը մտավ այնտեղ, որտեղ չի կարող թափանցել ոչ մի թշնամի, այնտեղ, որտեղ ընդունակ չէ մագլցել ոչ մի մարդ եւ որտեղ ոչ մի վախ իշխանություն չունի։ Դու արթնացար նույնիսկ չկասկածելով, թե որքան բան է կանգնեցվել եւ կանխվել, քանի դեռ դու քնած էիր։ Դու բացեցիր աչքերդ, չիմանալով, թե ինչն այդպես էլ չհասավ քեզ, որովհետև ես առաջինը կանգնեցի ճանապարհին։ Գիշերվա լռությունը անգործության նշան չէր։ Այն նշանակում էր, որ երկինքն արդեն գործում էր մի ձևով, որը քո սովորական տեսողությունը ի վիճակի չէ ընկալել։ Դու տագնապում ես վաղվա օրվա համար, բայց երկինքն արդեն մտել է քո վաղվա օրը, դեռ նախքան դու այնտեղ քայլ կանեիր։ Դու շարունակում ես հոգիդ պատրաստել իրավիճակների, խոսակցությունների, ելքերի, կորուստների, հուսահատությունների եւ մարտերի, որոնք քո միտքը անverջ պտտում է։ Բայց այն, ինչից դու վախենում ես քո մտքերում, արդեն խիստ տարբերվում է նրանից, ինչն իրականում գոյություն ունի հոգում։ Այն մարտը, որն ընթանում է քո մտքում, չի համընկնում նրա հետ, ինչն արդեն կանխորոշված է իրականության մեջ։ Քանի դեռ դու հաշվում էիր տագնապի պատճառները, ես արդեն հռչակել էի խաղաղությունը, որը սպասում է քեզ առջևում։ Քանի դեռ դու մտորում էիր, արդյոք ամեն ինչ ավելի չի ծանրանա, ես արդեն սահման էի դրել այն ամենին, ինչը կարող էր քեզ մոտենալ։ Քանի դեռ քո մտքերը ծնում էին մի հարց մյուսի հետևից, ես արդեն պատրաստել էի պատասխանները։ Գիշերը ես լուծեցի այն, ինչին քո առավոտյան միտքը դեռ չի սովորել վստահել։ Այն, ինչ քեզ թվում է անավարտ, ամենևին անավարտ չէ այնտեղ, որտեղ ես եմ կանգնած։
Այն, ինչ երերուն ու անորոշ է թվում քո տեսանկյունից, արդեն անցել է իմ իշխանության միջով։ Ինչ որ մեկը լաց էր լինում քո համար այն պահին, երբ դու նույնիսկ չէիր հասկանում, որ պաշտպանության կարիք ունես։